Ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ես Կարելի է ասել կայուն, լարված, այդ եւ կարելի է գնահատական տալ նախորդ ամիսների հետ համեմատած իհարկե որոշակի նվազում կա եւ նվազման միտում կա։ Չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում եւ դա երկար չի տևում։ Եթե համեմատելու լինենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով։ Կարելի է ասել դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել է, ի սկզբանե արդեն դրանք չկան։ Վերջնակետը եղել է փետրվարյան դեպքերը, իսկ ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի, կարագոցների եւ խախտումներին, դա էլ մի քանի անգամ նվազել է։ Ընդհանրապես 17 թիվը այդ առումով 16 թվականի հետ համեմատած մի քանի անգամ ավելի քիչ է այդ խախտումների քանակը։ Եվ կարելի ասել որակական տարբերություն էլ կա։ Եթե նախորդ տարի ավելի դիպուկ էր իրենց կրակոցները, ինչ որտեղ կարելի է ձև ասել, չնայած ոչ մի ժամանակներում մինչև այդ դիպուկ չի եղել, այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով եւ մեր կողմից տրված պատասխաններն էլ նպատակային տրվել այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում նման հարվածներ հասցնելուց։ Աշխատել ենք այնպիսի հարված հասնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան թե իրաց մեզ տվածը։ Ընդհանուր առում կարելի է գնահատած կայուն լարված։ Դեռևս չի դիտվում զարգացման միտումներ, այդ բան դեռևս չկա։ Կարելի ասել մի մասի, մի նպատակներից մեկը, որ մենք չենք ամենօրյա ներկայացնում, դա հենց այն է, որպեսզի լրացուցիչ լարվածություն չմտցնենք մեր հասարակության մեջ։ Նպատակներից մեկը դա է։ Երկրորդ ուրեմն նպատակը մենք նայենք հետապնդում, որպեսզի ամեն անգամ բացի այդ լարվածությունը մտցնել մեզ հասարակության մեջ, այնպիսի մի տրամադրություններ է, որ այսօր վաղը պատերազմական գործողություններ է սկսում, որ կարելի է այդ նույնի շարունակությունը համարած եւ այս վեճ իրենց հայտարարությունն էլ, որ մենք պատրաստ ենք խորքում տեղակայված բնակավայրերի հարված հասցնելը դա էլ, ասենք մենք այդ ամենը անելով, ամեն օր ներկայացնելով կարելի է ասել իրենց բանը ջուր ենք լցնում, որը որ մենք նպատակահարմար չեն գտնում լրացուցիչ լարվածություն մտցնել մեր հասարակության մեր ժողովրդի մեջ։ Չնայած մենք ամեն օր մենք պետք է պատրաստ լինենք, առանց դրան մենք հայտարարում ենք, թե չենք հայտարարում, մեր հասարակությունը միշտ պետք է պատրաստ լինի։ Մենք գտնում ենք մի պատերազմի մեջ, որ դեռևս վերջնական ավարտված չի։ Հաջորդը, վերջերս ամեն մի հաղորդագրություն իր մեջ ներառում է նաև գաղտնի տեղեկատվություն եւ մենք չենք համարում, որ ամեն ինչ կարելի է ներկայացնել։ Այն ինչ որ մենք շաբաթական ներկայացնում ենք մեր կայքում, որ տեղադրվում է, մենք գտնում ենք, որ դա բավարար է մեր հասարակությանը տիրապետելու իրավիճակին, ծանոթանալու իրավիճակին, ինչ որ մի հատ ինֆորմացիա իր համար քաղելու, մենք գտնում ենք, որ դա բավարար է։ Իսկ ադրբեջանական կողմը, որ ամեն օր ներկայացնում է, դա մենք տեսնում ենք, որ ամեն օր ներկայացնում է ապա տեղեկատվությունը ներկայացում եւ իր ժողովրդին էլ շեղում է այն իրականությունից, որը այսօր տիրում է առաջնային գծում։ Եվ այն ինչ որ մենք ներկայացնում ենք, գտնում ենք բավարար, իսկ որ դուք ներկայացնում եք տեղեկատվական դաշտում ունենք թերացումներ, ես չի ասել, որ տեղեկատվական դաշտում ունենք թերացումներ։ Պարզապես, քանի որ բոլորդ այստեղ ներկայացված եք, մեծ մասը այստեղ ներկայացված եք, բոլորդ ուզում եք տեսնենք թերացումներ բանակում։ Այն ամենից ցավալի կողմերից մեկն է, որ բոլորդ ուզում եք տեսնեք թերացումներ։ Չգիտեմ, ամեն ինչ որ գրվում է, ոնց որ թե գրվում է, չգիտեմ, ինչ նկատառումներից ելնելով։ Այստեղ մենք ձեր օգնության կարիքը շատ ունենք լրատվական միջոցների, որպեսզի դուք ներկայացնեք այդ հարցը այն առումով, որ մենք բոլորս միասին պետք է աշխատենք այդ թերացումները ուղղելու, բայց ներկայացում է մի հատ այնպիսի տեսանկյունից, որ մենք չգիտեմ, ինչ որտեղ հասարակությանը մենք ենք ապատեղեկատվացնում, այլ ոչ թե։ Եթե մենք ներկայացնենք այն իրականությունը, որը կա, ես գտնում եմ, որ ամեն ինչ եւ տեղեկատվական դաշտում նորմալ կլինի եւ հարաբերություններում նորմալ կլինի եւ մեր եւ լրատվական միջոցների, ուստի այն տված շաբաթական տեղեկատվությունը գտնում եմ, որ սպառիչ է, եթե ինչ-ինչ ինֆորմացիա համարում ենք, որ
պակաս է, խնդրեմ կարող ենք ներկայացնել, ասենք այս ինֆորմացիան չի ներկայացվել ժամանակին, ուստի դրա հետևանքը հետևյալն է։ Գիծը, որքանով է հակառակորդը վերահսկելի, ինչքանով մենք ենք տեղյակ դիվերսիաների առումով լիովին վերահսկելի է։ Եվ երկրորդ հարցը Թալիշի հետ կապված, բոլորս երբ որ զրուցում ենք թալիշեցիների հետ, իրենք լիովին պատրաստական էին վերադառնալու անվտանգության երաշխիքների լինելու դեպքում, եւ մենք տեսանք, որ նաեւ թալիշեցիների ինքնապաշտպանական ջոկատ կա, տղամարդկանցից գյուղի Թալիշի մասով կարելի է շնորհել։ Ոչ միայն պատրաստում, Ուրեմն ինչ վերաբերում է ապրիլից հետո կատարված աշխատանքներին, ձեր ասած տեսադիտարկման համակարգով, ահագին աշխատանքներ է տարվել ոչ թե միայն տեսադիտարկման համակարգով, այլ ընդհանուր առումով եւ ինժեներական առումով կահավորման եւ անվտանգության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ մենք միջոցներ ենք կիրառել եւ բարձրացրել դրանց արդյունավետությունը եւ կենցաղային պայմանների բոլոր առումներով իհարկե առաջի հերթին մենք տեսադիտարկման համակարգով մենք բացառել ենք կարելի ասել մինիմումի ենք հասցրել մարդու գործոնը հիմնականում մենք աշխատել ենք որպեսզի տեխնիկական միջոցներով հատկապես սահմանափակ տեսանելիության պայմաններով լինի գիշեր, լինի մառախուղ եւ այլ եւ այլ այդ առումով լրիվությամբ վերահսկելի է առաջնային գիծը 100%-ով վերահսկելի է ինչ վերաբերում է թալիշեցիների անվտանգության երաշխիքները դա երբ որ պաշտպանության բանակը գտնում է մեր հյուսային հատվածում դա հենց ամենից բարձր մակարդակի երաշխիքն է եւ անվտանգության ապահովումն է որ մենք իրականացնում ենք այդ ուղղությամբ եւ այնտեղ ինքնապաշտպանական ջոկատներ Թալիշում ձևավորված չի դրանք զինծառայողները ովքեր որ մեր այդ ուղղությամբ մեր զորամասի զինծառայողներն են եւ ինչպես մյուսները նույնպես էլ իրենք իրականացնում են մարտական հերթապահություն եւ ծառայություն առաջնային գծում ասենք ինքնապաշտպանական ջոկատներ չկան վաղուց 92 թվականից հետո ինքնապաշտպանական ջոկատներ չկան Վերջին շրջանում հաճախել է հայկական կողմի պատասխան գործողությունները թե հաղորդագրությունները նաև տեսանկարահանումով ցույցերում կարող ենք ասել որ նախկինում չեն եղել կամ այս համեմատ պատասխան գործողություններ հայկական կողմի չի արել հիմա ինչ-որ բան է նույն որ հիմա մենք պատասխան գործողության դիմել ենք դա եղել է միշտ էլ եղել է ու միշտ էլ մենք ներկայացրել ենք դա ոչ առաջի դեպքն է ոչ էլ վերջի դեպքն է միշտ նման հարվածները իրենց կողմից որ իրականացվել է ու պատասխան ստացել են եղել է դիպուկահարների կրակ մեկին կրկնակի իրենք պատասխան ստացել են չկա մի հատ ուրեմն իրենց կողմից խախտում որ մեր կողմից պատասխան չտրվի ու չներկայացվի պարզապես լրատվամիջոցները ոչ բոլոր դեպքերն ենք մենք միշտ ներկայացնում բայց ԵՀԿ համանախագահներն են մենք միշտ մեր պատասխանները միշտ ներկայացնում ենք ու չենք թաքցնում որովհետև խախտումը առաջ երթին իրենք են կատարում եւ խախտումը կատարելուց հետո իրենք էլ պատասխանը ստանում են ոչ մի դեպքում մենք չունենք մի հատ թաքցրած դեպք նաեւ համանախագահներից ու դա այդ դեպքից հետո էլ անմիջապես խոսակցություն եմ ունեցել նաեւ ներկայացուցիչ իրենց Կասպերշիկ հետ եւ ասել են որ ինչ է կատարվել իրականում ոնց է եղել իրենք հարվածել են ու պատասխանը ստացել են եւ առաջի դեպքն է երբ որ համանախագահները բացեբաց հայտարարեցին բացի դրանից նաեւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչներ իր հայտարարությունում ասաց որ Ադրբեջանն է խախտել ինձ թվում է որ նման հայտարարություններ հետագայում երևի հաճախակի կլինեն ամեն մի իրենց կողմից խախտում հավատացեք որ պատասխան ունենում է ամեն չկա մի հատ խախտում որ պատասխան չլինի ընդհանուր շարունակական է ու այդ ձեւով մենք պետք է միշտ շարունակենք տեխնիկապես պիտի կատարելագործենք հնարավորությունները մեծացնենք այդ խնդիրներից մեկն է դա որ շարունակում ենք մենք արտի տեխնոլոգիաների կիրառումն է որ չեմ ուզում փակագծերը բացեմ դա ընթացքի մեջ ահագին գործեր ունենք արած արդյունքներ ունենք կիրառում ունենք ինձ թվում է լուսաբանելու հարցեր այստեղ չկա կարելի է որոշ տեխնիկական միջոցների սպառազինության վերազինման հարցեր կա որ դրանք էլի ընթացքի մեջ մենք իրականում արդյունքներ ունենք
Կարանք նենց առանձին ցուցադրենք, ցույց տանք ձեզ, բայց առանց լուսաբանելու, որ բոլոր ուղղություններով էլ հավատացած լինենք, որ ահագին աշխատանքն է տարված է։ Պարզապես այդ են ուղղությունը չէ՞ լի, որ ասենք դնենք, լուսաբանենք, ասենք, հայտարարենք։ Իսկ հիմա որ մենք ասում ենք, պիտի ինչ որտեղ էլ իրար հավատանք։